Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, միանշանակ փոփոխությունը ողջունելի է, բայց ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել փոփոխության փիլիսոփայությանը առնչվող մի ասպեկտի վրա, որը իր արմատներով գնում է դեպի մեր կուսակցության հիմնարար սկզբունքներից մեկը, դեպի այն է ոչ թե քչերից շատ, այլ շատերից քիչ, այսինքն ընդհանուր գործի համար մենք ոչ թե պետք է քիչ թվով մարդկանցից պահանջենք մեծ թվով ներդրում յուրաքանչյուրի հաշվով, այլ շատ թվով մարդիկ ընդհանուր գործի մեջ պետք է ունենան բնականաբար ավելի փոքր ներդրում, որովհետև մարդկանց թիվը ավելի մեծ է։ Սա վերաբերում է եւ օրինակ եկամտահարկի նվազեցմանը, ես ուզում հիշեցնել, որ եկամտահարկի համահարթեցման ժամանակ էլի ես աղմուկը կար, թե բա այդ բանը երաստիճան համակարգը հանում եք, հարուստներին բանից, թե ոնց է աշխատավարձով ապրող մարդը հարուստ, նույնիսկ եթե 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանա, ես չգիտեմ ոնց է դա հարուստ համարվում, բայց նվազեցնում եք, ես եք անում, այն եք անում, պարզվեց ինչ եկամտահարկով մուտքերը բյուջե ավելացան, գրանցված աշխատողների թիվը ավելացավ, հետևաբար ավելի շատ մարդ սկսեց ցույց տալ իր իրական եկամուտները եւ ավելի շատ եկամտահարկ գեներացնել։ Նույնը վերաբերում է սրան, պարզ բան է, որ հասկանում ենք, որ զինվորական ծառայությունը որոշակի իրավիճակ է, որոշակի ոչ քաղաքացիական իրավիճակ է, պարտականությունների շղթա է եւ ինչքան ավելի քիչ ժամանակով է մարդը պարտավորված այդ գործողությունները կատարել, այնքան ավելի շատ էներգիա կարող է դնել դրա մեջ, այնքան ավելի շատ հոգեբանական եւ ֆիզիկական ներդրում կարող է ունենալ դրան, եթե արժևում ինքը ունի 1.5 տարվա հեռանկար եւ ոչ թե 2 տարվա, հեշտ որ չլինի մարդիկ ուղակի ոչ զինվորական մարդիկ ուղակի Պարոն Եղոյան, ավարտեք։ Նախադասությունը թե ելույթը։ Նախադասությունը եւ ելույթը։ Միանշանակ ճիշտ որոշում է, նաև կողմ եմ, որ վերջին նախադասությունը այլ տեսակի խրախուսանքներ լինեն, մենք պետք է ոչ թե փորձենք մարդկանց համար դժվարություններ ստեղծել, այլ ընդհակառակը մարդկանց պատրաստել զինվորական գործին եւ զինվորական ծառայությանը, որտեղ դրա անհրաժեշտությունը լինի։ Շնորհակալություն։